Ժամանակ ասաց, որ կառավարության ծրագրերը չեն կատարվում, մասնավորապես 2008-2012 թվականների գյուղատնտեսության հետ կապված, ինչու չեն կատարվում կառավարության որոշումները։ Ես Հովիկ Աբրամյանի միայն այն ելույթներին եմ ծանոթ, որտեղ ինքը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ մեր կողմից իրականացվող արդյունավետ ծրագրերը։ Այդպիսի հայտարարություն չեմ լսել ուղղված կառավարության դեմ։ Այսինքն կատարվում են կառավարության ծրագրերը հենց այդ 2008-2012 թվականներին։ Եթե խոսքը գնում է գյուղատնտեսության զարգացման ծրագրի մասին, ապա դա ավելի հին ծրագիր է, որը մի քանի անգամ վերանայվել է եւ 2008-2012 թվականի ծրագիրը նույնպես վերանայվել է, ընդ որում շատ լայն քննարկումներով, հանրային խորհրդի մասնակցությամբ, Հայաստանի կոոպերատիվների ֆեդերացիայի մասնակցությամբ, կոոպերատիվների միությունների մասնակցությամբ եւ այդ նոր ծրագրի, թարմացված ծրագրի քննարկումը տևել է շուրջ 6 ամիս։ Եվ աննախադեպ հրապարակային քննարկումներից հետո այսուհետև կոչվում է գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագիր, որը համալիր նոր ծրագիր է, իր մեջ ներառում է նաեւ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրեր։ Եվ կարծում եմ, որ մենք առաջի անգամ ունենալու ենք այնպիսի ծրագիր, որը ունի նաեւ իր ֆինանսական ապահովում։ Մի շատ ժամանակակից հարցեր, վերջերս դուք այցելեցիք գյուղ, որը շատ գովելի է իդեպ, վարչապետները պետք է գյուղ գնան եւ տեսնեն գյուղացիները ինչպես են ապրում, բայց կներեք շատ հետաքրքիր հայտարարություն արեցիք, որը ինձ թվում է ձեր անելիք հայտարարությունը չէ։ Դուք որտեղից գիտեք, ընդհանրապես կովերին ինչպես են կտրում, մաքուր ձեռքերով, եղտոտ ձեռքերով։ Շնորհակալություն։ Առաջին ուզում եմ ասեմ, որ ես այդպիսի հայտարարություն չեմ արել, դա որոշ լրատվական միջոցների կողմից այդպես ներկայացվեց։ Այդ հանդիպման ժամանակ ինձ հետ մասնակցում էին հանդիպմանը համաշխարհային բանկի փորձագետները, որոնք այդ նյութը ներկայացրեցին մեր դատին։ Եվ ես ընդհանրապես մասնագետների այդ կարծիքը ուղղեցի դահլիճում նստած գյուղացիներին հարցնելով, արդյոք այս համաշխարհային բանկի էքսպերտների բացահայտած այս խնդիրը արկա է մեր գյուղում եւ այս խնդիրը ոնց է լուծելու, եւ նրանք ասացին, որ այո, այդպիսի խնդրեմ Հայաստանում կա։ Եվ ես կարծում եմ իսպետ չի վերագրել համաշխարհային բանկի փորձագետների մեկնաբանությունները եւ նրանց գնահատականները, բայց քանի որ լրատվական միջոցներում գերիշխում էին գարնանային տրամադրությունները, մեկնաբանություններն էլ այդպիսին էին։ Եվ դա լրագրողների խղճին։ Մի հարցեր ձեզ հարց չեմ տալ, ձեր այս հիմա որ կանգնած եք, ես պատրաստ եմ պատասխանել, բայց առանձին հարցազրույց եթե տակ սիրով, այն փաստը, որ հիմա դուք կանգնած եք եւ պատասխանում եք լրատվամիջոցների հարցերին, դարձյալ գովելի է։ Ես կարծում եմ, որ դուք ճիշտ կանեք, որ սա հաճախ անեք, որովհետեւ մենք ձեզ միշտ հարցեր ենք ունենում, մի փախեք մեզանից։ Սիրով, եթե իսկ դուք պատրաստ եք դարձնել ավանդույթ եւ այո, սիրով, Պարոն վարչապետ, քաղաքական որոշում։ Ես էլի հարցեր ունեմ։ Որոշ քաղաքական ուժեր պնդում են, որ կառավարության կողմից սկսված բարեփոխումները շատ ժամանակ իրենց վերջին չեն հաղթում կամ իրենց մոտ դա չի ստացվում, որտեղ վարչապետը թույլ է։ Համաձայն եք այդ տեսակետի հետ։ Ուրեմն, եթե վարչապետը թույլ է, իմաստ ունի այս թույլ վարչապետի վրա այդքան միջոցներ ծախսել, որոշ լրատվական միջոցներով sense լայնամասշտաբ հարձակում սկսել, ֆինանսական ծախսեր անել, կարծում եմ իմաստ չունի, դա ցույց է տալիս ոչ թե թույլությունը, այլ թե ով է կանգնած նրանց քննադատության կենտրոնում, եւ դա ամենևին մեզ չի կաշկանդում, հակառակը մեզ ուժեղացնում այդ քննադատությունը, նամանավանդ որ մենք գիտենք ովքեր են այդ մարդիկ, ինչ նպատակ են նրանք հետապնդում եւ ովքեր են հրաժարականի մասին չեն համառորեն շրջում են չեն դադարում, ի վերջո երբ հրաժարական տանը։ Ասում են որ ձեզ պետք է փոխարինի նաեւ Հովիկ Աբրահամյանը, համատարեք հարցը խնդրում եմ։ Հենց նոր Հովիկ Աբրամյանին ես դիմեցի այդ առաջարկով, ասեցի որ հայ 168 ժամը sense գեղեցիկ նկարներ էր դրել եւ այդպեսի, նա եւս մեկ անգամ հրաժարվեց։ Իսկ եթե լուրջ դատակից վերանալ, ոչ մի վարչապետ չի խուսափել այդպիսի հարցադրումներից։ Եթե հիշենք մեր գործընկերոջը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, ապա նույնպես կհամաձայնվեք, որ եւ գարնանային եւ աշնանային քաղաքական process-ներ, որ սկսում էին, հայտնվում էին այդպիսի լուրեր, որ հենց հիմա հրաժարական է տալու եւ այլն։ Դրան պետք է շատ հանգիստ վերաբերվենք, որովհետեւ գործադիր իշխանության ղեկավարը միշտ էլ գտնվում է ուշադրության եւ քննադատության կենտրոնում։ Դա համար նաեւ դուք էլ պետք է
հանգիստ մոտենալ, մանավանդ որ այդ վերլուծական կարողությունները ունեք, գիտեք ինչ քաղաքական ուժեր, ինչ նպատակ են հետապնդում, ինչ են այդպիսի լուրեր բարձրացնում, այնպես որ կարծում եմ ամեն ինչ նորմալ ընթացքով է ընթանում մեր երկրում։ Վարչապետարանի արժեզրկման գործընթացը կարծես թե նոր փուլ է սկսվել, Հայաստանի տնտեսությունը ինչպես պիտի զարգանա այս իրավիճակում եւ դու կոնկրետ ինչեր են ապահովում։ Եվ դա արձագանքն էր արդյոք նախագահի են հայտարարությանը, որ դրամը պետք է արժեզրկվի փուլարփուլ։ Հայաստանի Հանրապետությունում վերջի 93 թվականի դեկտեմբերից լողացող փոխարժեքի կուրսը իրականացվում, այսինքն շուկան է որոշում, թե ինչպիսին է լինելու փոխարժեքը։ Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, իսկ փոխարժեքի դեպքում անթույլատրելի, իսկ Կենտրոնական բանկը, նաև Հանրապետության նախագահը հրավիրեց ուշադրությունը Կենտրոնական բանկի այն հանգամանքի վրա, որ կտրուկ տատանումներ չպետք է լինեն շուկայում, եւ մենք այն տատանումները, որ դիտարկում ենք, դրանք չափավոր նորմալ շուկայական տնտեսությանը բնորոշ տատանումներ են։ Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը ի վիճակի է զերծ պահել մեր շուկան ցնցումներից։ Նախագահը տնտեսության անմխիթար վիճակի մասին ինչի մասին է տնտեսության անմխիթար իրավիճակի իսկ բանը դա եւ քանից եք դուք դա արձանագրել այդ անմխիթար վիճակը այսինքն 5 տարի առաջ նենց բարգավաճող վիճակում էինք, հետո դարավ անմխիթար։ Հիմա ինչ վիճակում է տնտեսությունը ձեր գնահատմամբ։ Ձեր գնահատմամբ ինչ իրավիճակ։ Ես հիշում եմ Արշակ Սադրյանի ելույթները, որ մենք կանգնած ենք կործանման եզրին։ Եվ բաղը, մյուս օր, դա վերջի օրն է, վերջնաժամկետն է, եւ մենք կործանվել ենք։ Իսկ դուք այս բանը գնահատում եք մենք ձեզ հետ միասին հետ ճգնաժամային փուլում ենք գտնվում, երբ որ դուք ինքներդ տեսնում եք, որ աշխարհում շատ բան է փոխվել։ Այդ թվում նաև տնտեսական զարգացման մոդելն է փոխվել աշխարհում։ Եվ աշխարհի լավագույն մասնագետները այդ հարցը այսօր քննարկում են, փորձելով հասկանալ, թե ստագնացիոն փուլը համաշխարհային տնտեսության երբ է ավարտվելու, համաշխարհային գների այս տատանումները երբ է ավարտվելու եւ այլն։ Այսինքն լրջագույն փորձություններ են մեզ սպասվում առջևում եւ մենք կարծում եմ, որ ունենք համապատասխան գործիքներ մեր նավը համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ ձևով առանց ռիսկերի կառավարելու։ Եվ ուզում եմ որ դուք էլ այդ ազդակները մեր ժողովրդին հաղորդեք, որ կառավարությունը կարողանում է այդ բոլոր մարտահրավերները ճիշտ գնահատել եւ ձևավորել այնպիսի գործիքակազմ, որ մենք ձեզ հետ միասին մեր քաղաքացիներին ձեռք ենք պահելու ավելորդ ցնցումներից, ռիսկերից։ Նախագահը ձեզ 2 ամիս ժամանակ է տվել, պարոն վարչապետ, կառավարությանը, որ տնտեսության մեջ նկատելի դրական։ Մինչև մայիսին ասած, ամեն դեպքում են հայտնի ձեր հանդիպման ժամանակ։ Եթե մինչև այդ չկատարվի կամ արդյոք կկատարվի, իսկ եթե չկատարվի այդ պահանջները եւ մեր սպասելիքները, կառավարությունը ինչ է անելու։ Ես կարծում եմ, որ որոշ լրատվական միջոցներ փորձում են նախագահի խոսքեր աղավաղել։ Այդպիսի վերջնաժամկետներ կառավարության առջև ոչ մեկ չի դրել, այդ թվում նաև Հանրապետության նախագահը։ Հանրապետության նախագահը ձևակերպել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ, ընդ որում մինչև մայիս ամսվա ընթացքում մենք ինքներս արձանագրել ենք, որ լինելու են դրական տեղաշարժեր, մենք բոլորս տեսնելու ենք, միջնաժամկետ առումով է դա լինելու տարվա վերջում մենք ակնկալում ենք, որ գնաճներ մենք կարողանանք զսպել եւ այն կտրուկ կնվազին, հենց որ պետք է խոսել մինչև մայիս, մինչև օգոստոս, մինչև սեպտեմբեր, մինչև դեկտեմբեր անելիքները, ինչպես նաև մինչև մյուս ընտրությունները, որ մենք պատշաճ նախապատրաստված լինենք։ Մինչև մայիսի խնդիրը կատարված է ամեն դեպքում։ Ես կարծում եմ, որ այո, քանի որ այն միտումները, որ մենք արձանագրում ենք, արդյունաբերության մեջ, տնտեսության մեջ, գյուղատնտեսությունում վկայում են այն մասին, որ այդ դրական տենդենսները առկա են եւ մեր պարտքն է պահպանել այդ դրական միտումները մինչեւ տարվա վերջ։ Պարոն վարչապետ, կրկին վերադառնանք Հովիկ Աբրամյանին։ Ինքը ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամյանը տեսակետ է հայտնել, որ վերջին շրջանում բոլոր կարգի ոլորտային տաղբալումները պատճառաբանվում են տնտեսական ճգնաժամով։ Երբ միայն տնտեսական ճգնաժամը չէր այդ տապալումների պատճառը, ինչպես կմեկնաբանեք։ Ես կարծում եմ, որ բացարձակապես ճիշտ է, պարոն Աբրամյանը, որ կան նաև այլ խնդիրներ, բացի համաշխարհային ճգնաժամից։ Օրինակ, այն դիմադրությունը եւ դիմադրողականությունը մեր ռեֆորմներին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջերս մենք
կողմից։ Բավականին վճռական քայլեր ենք ձեռնարկում շուկաների կարգավորման դաշտում, մոնոպոլիաների դեմ պայքարում